չգիտեմ, ապշածը նրա գրառումներից եկեղեցու հետ կապված։ Սա շատ պլանավորված, համակարգված աշխատանք է, որը տարվում է մեր պետության հիմնասյուները հերթականությամբ քանդելու։ Դենացիֆիկացիա, գծիկ դեմորալիզացիա։ Այլանդակ վիճակ է, էլի, չգիտեմ ինչ ասեմ։ Հիմա հետաքրքիր զուգահեռ է, այստեղ ունենք աշխարհիկ իշխանություն, որը պղծում, կազմաքանդում, ոչնչացնում է եկեղեցին, եւ ունենք մեկ այլ իրավիճակ 100 տարի առաջ, երբ հոգեվոր եւ աշխարհիկ իշխանությունները միասնաբար պայքարում են արտաքին թշնամու հակառակորդի դեմ։ Ոչ մեկ չի ասում, լավ, եղբայր 10000-անոց անկախ Հայաստան էիք։ Ոնց դարա 29743։ Իսկապես ռուսները սովետը համագործակցության մեջ էր քեմալականների հետ, բայց այդ ժամանակ ուր էր Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը։ Պետությունը հրճակերին, բայց չէին գալ այդ պետություն։ Սխալների վրա պետք է նայել ու սովորել, բայց ցավոք սրտի չսովորեցինք։ Ընկերներ, ողջույն, պլատֆորմ ոդքասթը շարունակում է իր աշխատանքը։ Այսօր ճիշտն ասած լրիվ ուրիշ առիթով ենք հավաքվել, չէ՞, պարոն Մարուկյան։ Այո։ Որոշել ենք խոսել եւ խոսելու ենք առաջին հանրապետության մասին, փորձելով զուգահեռներ տանել մեր եւ դարաշրջանի 20-րդ դարաշրջանի իրականությունների միջեւ, բայց մեր պատմական թեման շեղվեց երկրի ղեկավարի Facebook-յան արկածներով առավոտյան։ Ճիշտն ասած, ես չգիտեմ, ապշածը նրա գրառումներից եկեղեցու հետ կապված սրբազանի քեռակնոջ, չգիտեմ, ինչ կարելի է այստեղ ասել։ Գիտես, ես արագ փորձեցի որոշակի մտքեր, այն ինչ որ մտածում եմ, ձևակերպեմ եւ արձագանքեցի զուտ այն հաշվարկով, որ պետք է մարդիկ հասկանան, թե ինչ է կատարվում, որովհետեւ ես չեմ կարծում, թե ինչ որ վարչապետը զայրացած է եւ այտենց վերահսկողությունից դուրս բաներ է գրում։ Ես կարծում եմ, որ սա շատ պլանավորված, համակարգված աշխատանք է, որը տարվում է մեր պետության հիմնասյուները հերթականությամբ քանդելու։ Մենք միասին անդրադարձել ենք ցեղասպանության ուրացման խնդրին, միասին անդրադարձել ենք Արցախյան շարժման ուրացման, եկեղեցի հայրենական պատերազմ։ Այո, հայրենական պատերազմի ուրացման։ Եվ մենք հիմա հասել ենք շտելի հայրենակիցներ, նայեք ասեք բանը, Կարպիսն ու Էդմոնը բան գիժեն տենց էմոցիաները հանած, բայց մենք հասել ենք մի հատ էտապի, որ էմոցիաները ոչ թե հանած ա մեր, այլ մենք գիտենք ինչ են անում, եւ մենք ամեն օր ձեզ փորձում ենք դա բացատրենք։ Չգիտեմ ով է լսում, ով չի լսում, բայց մենք ուզում ենք ձեզ ասել, որ Ժորժ ջան, պլանավորված գնում է հայոց պետականության այսօրվա կազմաքանդման գործընթաց, դեազգայնացում, դենացիֆիկացիա, որը Ալիևի Էրդողանի հրահանգն է, որ գնացեք մի հատ քանդեք ձեր այդ հիմքերը։ Դենացիֆիկացիա, գծիկ դեմորալիզացիա։ Այո, դեբարոյականացում, այսինքն քանդեք սաղ այդ ձեր հենքը, որ թողանք ձեզ ապրեք։ Ինչի՞ ով հավատացել դրանով չի հավատացել, բայց ամեն դեպքում իշխանության թեզը հետեւյալն է, որ իրենք քանդողը լինեն, իրենց կթողան մի ժամկետով էլ ընտրվեն, որովհետեւ հայ ժողովրդից երրորդ ժամկետ այլևս իրենք չեն կարողանում ստանալ, չունեն 50% ձայն տանելու հնարավորություն չունեն, իջնած 54։ Հետաբար այդ ձայն ուզում են բերեն, ասեն որ նայեք մենք բերում ենք ձեզ խաղաղություն, բարձրայես ճանապարհով, եթե դա խաղաղություն է, ասենք ես բարոյալքման, պղծման, այլասերման այս ճանապարհով, որ դուք գնաք էլի իրանց ընտրեք։ Հիմա դուք պետք է որոշեք, սերի հայրենակիցներ։ Դες դրա համար է արվում։ Չմտածեք որ ջղայնացած է, չմտածեք որ ինչ որ հոգեորական ասել է, ինչի նրանք ամուսիններով ամուսնացած չեն եւ բան, այնքան մարդ կա որ ամուսնացած չէ։ Այսինքն այդ չի հարցը, մի շեղվեք թեմաներից եւ սրբազանի եւ քերու, այդտեղ հարցը թե որ սրբազանի մասն է խոսքը գնում, որովհետեւ նաեւ ինչի է անանուն, չէ՞, որ բոլորը սկսեն կասկածել բոլոր սրբազանները շանտաժանում, շանտաժ, դա տարկի բան ասած։ Շանտաժանում որ կարամ հրապարակեմ, ծսխելով բայեք, եւ հետո գիծը շարունակում է փորձելով այնտեղից գործարք կորզել։ Օրինակ, հոգեվոր իշխանությունից։ Դե նրանք միգուցե իրենց դիրքավորումը մի փոքր փապկացնեն։ Օրինակ ասում է, ես գիտեմ որ ովքեր են կուսակրոն եւ ամուսնած, այսինքն կուսակրոն են, բայց հարաբերություններ ունեն, կին ունեն, երեխեք ունեն, ես կհրապարակեմ։ Ես մա կարևոր բան էլի շանտաժը։ Պարոն Մարուկյան, ցանկացած զանգվածային ինստիտուտ, եկեղեցի բանակ կազմված է մարդկանցից։ Հիմա որքան որ աստվածաբանական մեկնաբանություն ունենա, որ դա Աստծո տունն է, Հիսուս Քրիստոսի մարմինն է, երկրի վրա եւ այլն։ Բայց ինքը զանգվածային ինստիտուտ է, կազմված
մարդկանցից եւ բնականաբար այդ զանգվածային ինստիտուտներում արկա են հասարակության մեջ արկա կարող են լինել հասարակության մեջ եղած արատավոր երևույթներ։ Բայց այդ չի նշանակում որ այդ արատավոր խնդիրների դեմ պայքարելու համար պետք է դնես ու այդ ինստիտուտը ոչնչացնես, կազմաքանդես եւ այլն։ Այսինքն հիմա այդ պոպուլիստական դիրքավորումը կա, չէ՞, թե բանակում ինչ-որ մի ցավալի բան ալնում, վերջ մենք բանակ չունենք։ Հիմա կարող է եւ պատահի, որ եկեղեցու սրբազաններից մեկը խախտել է կուսակրոնության կարգը, ընդհանրապես հեռացել է իր առաքելությունից, կոչումից եւ այլ հարաբերությունների մեջ է ներգրավել բնորոշ աշխարհիկ մարդկանց։ Բայց այդ հարցի լուծումը այդպես է։ Այդպես են այդ հարցը լուծում, այդպես են այդ հարցը բարձրաձայնում։ Ես չգիտեմ այդ գարշահոտությանով ոնց կարելի է մեկնաբանել եւ ես հաղորդումը սենց սկսեցի, ոդկասթը սենց սկսեցի, որ փորձել ենք զուգահեռներ տանել մեր իրականությունների միջև, առաջին հանրապետություն, մայիսյան հերոսամարտեր։ Եվ այստեղ պետքա ֆիքսենք, որ նույն մայիսյան հերոսամարտերի առաջնորդներից մեկը եկեղեցին էր, նախաձեռնողներից մեկը եւ նախաձեռնողներից մեկը կաթողիկոսն էր, Գևորգ Սուրինյանց կաթողիկոսը։ Այդ հիմա հետաքրքիր զուգահեռ է, այստեղ ունենք աշխարհիկ իշխանություն, որը պղծում, կազմաքանդում, ոչնչացնում է եկեղեցին եւ ունենք մեկ այլ իրավիճակ 100 տարի առաջ, երբ հոգեվոր եւ աշխարհիկ իշխանությունները այն ժամանակ հանրապետությունը չհերճակվեց, պայմանական եմ ասում աշխարհիկ իշխանություն, աշխարհիկ դասը, լավ, այսպես ասենք իրար հետ միասնաբար պայքարում էին արտաքին թշնամու հակառակորդի դեմ, օսմանյան թուրքերի։ Եվ մենք չգիտենք պատմությունը ինչ զարգացում կունենար, եթե Գևորգ Սուրինյանց կաթողիկոսը չլիներ վճռական եւ լքեր էշմիածինը եւ զինվորականությանը, քաղաքական գործիչներին, ժողովրդին չհորդորեր պայքարել արտաքին թշնամու դեմ։ Ունենք շատ հետաքրքիր զուգահեռներ երկու իրականությունների։ Ու տես կարծես, այսինքն մի կողմից վարչապետը գնացել է Սարդարապատ, այնտեղ ելույթ է ունեցել, որ ժողովուրդ, այլևս մենք կարիք չունենք փնտրելու հայրենիք եւ ասել է, որ մենք գտել ենք մեր հայրենիքը, այսինքն մի շեմա փնտրում էինք, հիմա գտանք, 25 թվին գտել ենք մեր հայրենիքը, եւ դա այս Հայաստանն է, եւ բնականաբար առաջին հանրապետությունից է խոսում խորհրդային Հայաստանի վրայով է մի հատ անցնում, որ նրանք ամեն ինչ անում էին այն ժամանակ, որ այս առաջին հանրապետությունը չհիշվի, չգնահատվի եւ այլն, եւ հիմա մյուս կողմից էլ տես օրինակ եկեղեցու պայքարի եկեղեցու դերակատարման արդյունքում եղած այդ հերոսամարտերում հաղթանակները կամ ձեռքբերումները բանա չէ արվում ոգևորի չէ ինքը գնաց այնտեղ ելույթանում բայց մյուս կողմից գալիս է նույն եկեղեցու սպասավորների վրա է սկսում ինչ որ լուտանքներ թափել։ Ես մտ արագ մի բան ասեմ, այդպես քննադատում է սովետին, բոլշևիկներին, որոնք իբրև թե փորձել են ջնջել առաջին հանրապետության շրջապուլը։ Եղել է, այդպես է եղել։ Բայց ինքը ոչ պակաս բոլշևիկ է, որտեղ ինքը նույն այդ բոլշևիկյան մեթոդաբանությամբ մեր պատմությունից կտրում թափում է մեր ապրած 30 տարիները։ Այո։ Բոլոր հենքերը, այսինքն անկախություն։ Այդ նույն բոլշևիկյան մեթոդաբանությամբ Արցախյան շարժումը զրոյացնում է մեր անկախության շարժումը, Ղարաբաղյան շարժումը, Ղարաբաղյան պատերազմը 20 տարիների ընթացքում, այդ 20 տարվա ընթացքում այս երկրում լավ բան չի եղել։ Լավ, արի մատ ուրիշ բան եմ ուզում քննարկենք, էլի։ Հիմա տես ինքը ասում է, որ խորհրդային Հայաստանը վատներ բան, դա իրանք բան արեցին, առաջին հանրապետությունը փորձում էին ջնջել մեր իշխողությունից մեր ազատատենչ, անկախություն սիրող մեր բան, բայց առաջին հանրապետությունը քանի քառակուսի կիլոմետր է եղել, այսինքն եթե հիմա մենք պետք է եթե ընտրություն ենք կատարում, ես լսում եի օր առաջ Աշոտ Ոսկանյանին, նաև այս թեմաներով Եթե այդպես է, ինչի առաջին հանրապետության իրավահաջորդ չենք մեզ հրճակել։ Ես ուզում եմ պատմական այս հենքերը մենք դիտարկենք, էլի։ Պարմանական, առաջին հանրապետությունը, որքան էլ որ Արապապյանը եւ մյուսները ճառեր կարդան, հիմնավորումներ բերեն, հղում անելով ինչ որ լղոզված կոնվենցիաներ, որոնք չգիտեմ, անցյալ դարի կոնվենցիաներ են, առաջին հանրապետությունը չունեցավ ֆիքսված սահմաններ, այդ սահմանները անդադ փոփոխվել են։ Ունենք Բաթումի պայմանագիր, որտեղ ֆիքսված է 10000 քառակուսի կիլոմետր։ Հետո Մուդրոսի զինադադարից հետո Մուդրոսի զինադադարով երբ որ ֆիքսվում է Օսմանյան կայսրության պարտությունը, սահմանները մի փոքր մեծանում են, հանրապետությունն է միանում
անգլիացիների օգնությամբ Նախիջևանը, Կարսը, Վրաստանի Ադրբեջանի հետ անդադ վիճելի սահմաններ, երբեք այդ սահմանները ճշգրտված չեն եղել առաջին հանրապետության ժամանակ, Վրաստանի հետ վիճելի են եղել Լոռին եւ Ջավախքը, նույնիսկ եղել է Կարճատև հայ-վրացական պատերազմ, Ադրբեջանի հետ վիճելի, նորից Սյունիք, Զանգեզուր, Ղարաբաղ, Նախիջևան տարածքների հետ կապված եւ մեծ հաշվով ինչքան որ անգլիացիների օգնությամբ մենք զբաղեցրեցինք Նախիջևանը, բայց այդպես էլ մինչև վերջ կարողացանք վերահսկել այդ տարածքը, որտեղ հայերը մեծամասնություն չէին կազմում։ Այսինքն մենք այդտեղ քիչ էինք։ Հա, այսինքն Նախիջևանում մենք այդպես է չկարողացանք, մեր կառավարությունը չկարողացավ լիարժեք վերահսկողություն սահմանել։ Այսինքն առաջին հանրապետությունը ֆիքսված սահմաններ չի ունեցել եւ այդ սահմանները լողլողացել են, մեծացել են կամ փոքրացել են աշխարհակաղակական զարգացումներից ելնելով։ Հիմա որքանով էլ Հայաստանի խորհրդայնացումը շատերը ցավալի են ընդունում։ Այո։ Դե հա հասկանալի անկախության կորուստ, տարածքային կորուստներ, դրանից առաջ հայ-թուրքական պատերազմ, Կարս քաղաքի անկում, Ալեքսանդրապոլի օկուպացիա եւ Թուրքերը ասել եմ չէ Շենգավիթ։ Բայց պարոն Մարուկյան, Նորագավիթ։ Հա, շատ կարևոր բան պետք է ասել։ Հիմա լավ թե վատ, սովետական Հայաստանը ոչ մեկ չի Սովետական Հայաստանը ոչ մեկ որպես դրախտ չի ներկայացնում, ոչ մեկ չի ասում, որ դա երկրային Երուսաղեմն է, դա բոլոր ցավալի բաները կան եւ կոլեկտիվացումը, արյունալի, կուլակաթափությունը, չգիտեմ, ստալինյան բռնությունները, գուլագները, այդ ամեն ինչը հասկանալի է, բայց խորհրդային Հայաստանը գոնե ֆիքսված սահմաններ ուներ, ֆիքսված հայրենիք էր, հոգևոր հայրենիք էր, որի հիման վրա ստեղծվեց երրորդ հանրապետությունը։ Ես հիմքեր ունեմ պնդելու, որ եթե Հայաստանը չխորհրդայնանար, չստեղծվեր սովետական Հայաստանը եւ թուրքական երկկողմանի ագրեսիան շարունակվեր, Հայաստանը չէր ունենալու սահմաններ։ Հայաստանը հայկական կյանքը նմանվելու էր քրդերի կարգավիճակին, այսինքն առանց սահմանների, առանց կարգավիճակի, լեռներում պարփակված, ինչ որ մատ փեշմերգայի տրամաբանություն։ Պատկերացնում եք, թե ինչ կարող է լինել։ Այս առումով, որքան էլ որ ցավալի, սովետական Հայաստանը ինչ որ մի հատ սովետական Հայաստանը, որ ասում ենք, հասկանանք Կարսի պայմանագիրը, ինչ որ մի բանի արձանագրում էր միջազգային հարաբերություններում, որի հիմքի վրա ստեղծվեց երրորդ հանրապետությունը։ Սա պետք է հասկանալ եւ ես մի բան էլ էլի ասեմ։ Ես այդտեղ բանը մեծ անարդարություն եմ տեսնում, երբ որ առաջին հանրապետության տարածքային կորուստները միմիայն ու բացառապես վերագրում են սովետին, ռուսներին, ռուս-թուրքական պակտին, այդպես է ձեռնարկում Քեմալ Աթաթուրք Դաշինքին։ Չգիտեմ, Կարս քաղաքը Իսկովա մեղավոր։ Կարս քաղաքը, չգիտեմ, ռուսներն են հանձնել։ Չէ։ Ղարաբաղը միջև Կարսի պայմանագրով Ադրբեջանին անցնելը Ղարաբաղում դիմադրություն եղել է։ Ովքեր են հանձնել դե ասա հիմա դու ասում ես ովքեր են։ Կարս քաղաքը մենք ենք հանձնել, առաջին հանրապետությունը։ Այսինքն մենք հանձնում ենք ռուսներին մեղադրում։ Ալեքսանդրապոլը Գյումրին ով է հանձնել։ Մինչև մենք հանձնում ենք ռուսներին մեղադրում։ Հիմա տեսես որ ասում են Շուշին ռուսներն են հանձնել։ Ասենք գոնե ասեք կռիվ աղի չեն կարացել, բան գրավել են։ Առաջին հանրապետության դաշնակցական ղեկավարությունը կարող է ժամանակին հեռանալ իշխանությունից, այդպիսի վարկած կա, այդպիսի ենթադրություն կարող են կանել, ոչ հաստատ, բնականաբար այդ այլ ընտրանքը չի իրականացվել։ Եվ եթե ավելի շուտ իրանք իշխանությունից հեռանային եւ իշխանությունը տային բոլշևիկներին, մայիսյան ապստամբության ժամանակ միգուցե Հայաստանի սովետական Հայաստանը ավելի մեծ սահմաններով լինի։ Ես դա շատ եմ լսում Նախիջևանով եւ Կարսով, որտեղ որևէ տրամաբանությամբ Նախիջևանը եւ Կարսը չպետք է Հայաստանից դուրս լինեին որևէ տրամաբանությամբ։ Այսինքն նաեւ դա բայց այդտեղ կարպիս կարան ասեն որ դու հիմա խոսում ես ինքնիշխանության դեմ, որտեղ նրանք փորձում են ինքնիշխանությունը պահեն, պայքարում էին, ոնց շուտ հանձնեին ինքնիշխանությունը։ Դա ես չեմ հասկանում իրանք արդյոք հասկանում են ջանեմ էլի քեզ։ Իրանք ինձ թվում է չեն հասկանում թե ինչ բան է ինքնիշխանություն։ Օրինակ Նիկոլ Փաշինյանը այսօր դրսևորվեց որպես ինքնիշխան առաջնորդ։ Ինքնիշխան գիտեք որ առումով ազատ, ցանկացած բարոյական
պարտավորությունը։ Ինչ ուզում գրում է, ինչ ուզում անում է։ Մարդը ինքնիշխան է։ Այդ ինքնիշխանության մասին եք խոսում։ Իմ պատկերացրած ինքնիշխանությունը դա պատասխանատվություն է։ Դա ենթադրում է պատասխանատվության մի ամբողջ համակարգ, որը խարսխված է մեր ռեսուրսների եւ հնարավորությունների վրա։ Չէ, իմ ասածը ինչ է, ասում եմ, եթե այսպիսի զարգացում լիներ, այսօրվա Հայաստանը ավելի ինքնիշխան կլիներ։ Պատկերացրեք, ավելի կենսունակ կլիներ մեծ տարածքներով։ Նախիջևանով Հայաստանը ավելի ինքնիշխան չէր լինի, Կարսով Հայաստանը ավելի ինքնիշխան չէր լինի։ Այդ երկաթուղիներ վերահսկող Հայաստանը ավելի ինքնիշխան չէ լինի, ո՞վ է Հայաստանի ինքնիշխանության դեմ խոսում։ Նախիջևանը ով է հանձնել։ Ասում են ռուսներն են։ Բայց Նախիջևանը մենք վերահսկում ենք, եթե դու տարածքը վերահսկեիր, ռուսները ոչ մի բան չէին կարող հանձնել։ Հա, ռուսները տեսել են, որ դու չես վերահսկում տարածքը, դա փոխանակել են Բաթումի հետ օրինակ, ասում են Բաթումի հետ են փոխանակել, բայց եթե դու վերահսկեիր, ոչ մի ռուս, ոչ մի թուրք դա չէր կարող քենից հանձնել, կռվեիր քո տարածքի համար, ինչի՞ չես կռվել։ Կարս քաղաքը ինչ ես հանձնել։ Այսինքն ինչով էր զիջում։ Այս ամբողջ մեր պատմագրությունը կեղծիք են մեզ ներկայացնում կարծես։ Որովհետեւ ամեն ինչը հիմա ներկայացվում է։ Այն ինչ որ մենք ասում ենք, հանձնել են նոր։ Սա որ անդադ մեր ձեռից եկել խելել են հանձնել։ Դա պատմագրության հետ կապ չունի, սա ինչ պրոպագանդա է։ Մի հատ է քեզ բան ասեմ, հիմա պրոպագանդան նայում եմ ՀՄԿ-ով բանով գնում է հետեւյալ ձևով, որ այ հիմա էլ նույն իրավիճակն է։ Թուրքիայի, Ադրբեջանի շահերիցաբխում անկախ Հայաստան ունենալը, այն ժամանակ Թուրքիայի սպառնալիքին անսալով է Հայաստանը անկախացել, եւ այդ անկախությունը Թուրքիան է բերել, դրա համար էլ Անդրանիկը, Զորավոր Անդրանիկը չհամակերպեց դրա, այս Թուրքիայի տված անկախությունը չեմ ուզում, թողեց գնաց, եւ նաեւ ասվում է, որ այդ հետո եկան բոլշևիկները, խորհրդայնացվեց եւ այո 10000 քառակուսի կիլոմետր է դարձան 29743։ Հիմա ես ի՞նչն է հարցը։ Ոչ մեկ չի ասում, լավ, եղբայր 10000-անոց անկախ Հայաստան էիք։ Ոնց դարա 29743։ Երբ որ դուք խորհրդային միությունը, լավ, քրվում եք կոպիտ ասած։ Հետո ոնց եք ասում Ալմատայի հռչակագրով մեր սահմանները բան։ Դուք Ալմատային եք, չէ՞ հողմանում։ Դե Ալմատային հողում եք անում, այդ նույն հողման կոնտեքստում։ Ոնց եք խորհրդային միության խորհրդային Հայաստանը, հա, բանանում էլի այտենց ոտնատակ տալիս։ Ղարաբաղը առաջինը վիճելի տարածք ճանաչել են անգլիացիները, երբ որ տարածաշրջանում էին։ Հետո տրամաբանությունը շարունակվել է։ Իրանց մոտեցումը այդպես էր, Նախիջևանը Հայաստանի, Ղարաբաղը Ադրբեջանին։ Անգլիացիների։ Հա, եւ Անդրանիկը, Զորավոր Անդրանիկը, երբ որ շարժվում էր դեպի Ղարաբաղ, անգլիական զորքերի հրամանատարությունը իրան խիստ նախազգուշացումով արգելեց մտնել Ղարաբաղ։ Այո, որովհետև Ղարաբաղի հետ կապված այլ պլաններ ունեն, Ադրբեջանի հետ կապված այլ պլաններ ունեն։ Այնպես չի, որ մենակ սովետական միությունն է, Հայաստանի տարածքի սովետն է, ռուսներն են Հայաստանի տարածքների արկով զբաղվել, դա այդպիսի մոտեցում ունեցել են բոլոր տերությունները եւ ոչ միայն Հայաստանի հետ կապված։ Նորից եմ ասում, խնդիրը մեր մեջ է։ Արժեք մենք կարող ենք ինչ-որ մի հատ տարածք վերահսկել, չենք կարողանում։ Օրինակ, ինչի հիմա օրինակ Խարկով քաղաքը, որովհետեւ մեկը չի կարողանում արկովաճառքի։ Որտեղ ուկրաինացիները կռվում են, ուկրաինացիները կռվում են, դրանից առաջ էլ, չգիտեմ, միգուցե Խարկովը վերցնելու պլանը եղել է նաև 2014 թվականին, բայց այնտեղ ոչ միայն Խարկով, նաև Դնեպրապետրովսկում եւ այլն, տեղի ուժերը, տեղի գործարարները, չգիտեմ, կամավորները իրենց տարածքի համար ատամ են կրճտացրել։ Ես հիմա չեմ հասկանում անդադ անգլիացիներին, սովետին։ Հիմա հադրուտ ասենք մտել է մի 100 բան հատուկ ջոկատային, ասում է հազարավոր մեր զորքը դուրս է եկել։ Մի հադրուտը ով է տվել։ Գիտեք, այդ թեզը ասում եմ ախր տենց։ Ես նաև չեմ հասկանում, թե ինչ են փորձում են անդադ առաջին հանրապետությունը դրամատիզացնել, իդեալականացնել։ Ցեղասպանագետ պատմաբան Սուրեն Մանուկյանը շատ դիպուկ նկարագրել էր իրավիճակը իր Facebook-յան էջին եւ արժի հողում անել նրան, որ ասում են ինչ է կելի այդպես իդեալականացնում։ Ահա։ Որտեվ ունեցել ենք, պետք է հասկանալ թե ինչ ենք ունեցել, ծանրագույն իրավիճակ, ավերակներ, փլված երկիր, փլված տնտեսություն, սով, համաճարակ, խոլերա, փախստականներ, ցեղասպանության գաղթականներ։ Մի րոպե, ասում են որ չխորհրդայնացվեր, մենք հիմա կլինենք ավելի զարգացած պետություն։ Ես ասում եմ պարոն Մանուկյան, թուրքական ագրեսիան եթե շարունակվեր, տեսեք, մենք կորցրել էինք, կորցնելով, նահանջելով գալիս էինք Երզնկայից։ Այո։ Կարս, Սարեգամիշ, Արդահան, հետո Ալեքսանդրապոլ, ուր էին հասնելու միջև թուրքերը։ Գրավելով գալու էին, էլի։ Եղավ Ալեքսանդրապոլի, որ ինչ պետքա կանգնեին։ Եղավ Ալեքսանդրապոլի պայմանագիրը, որտեղ Հայաստանի տարածքի իշխան էր
10000 քառակուսի կիլոմետր ոնց էին զարգացած պետություն։ Ընդ որում այդ պայմանագրում էր գրված իմ այս կոնկրետ չեմ հիշում, որ ինչքան զենք կարող ենք ունենալ բան, դες վերահսկելի բանակը բանը։ Այսինքն չեմ, քանի թնդանոց, Հայաստանը դա նշանակում էր Հայաստանի տոտալ կապիտուլյացիա ու սահմանափակումներով տոտալ սահմանափակումներով բանակ ունենալու, զորք ունենալու։ Ու ասում Թուրքիան պարտավորվել էր, որ գար մեզ պաշտպաներ։ Չէ, դե լավ, հիմա բոլոր պայմանագրերի մեջ էլ կնքում են։ Դուք երբևէ միջազգային պայմանագրեր տեսել եք։ Բոլոր պայմանագրերի մեջ էլ այդպիսի կետ մտցնում են, իրար սերեն խոստովանում, իրար հարագանք են դրսևորում բոլոր միջազգային պայմանագրերում, դա դիվանագիտության միջազգային հարաբերությունների կարգն է, բայց հիմա ումից էին պաշտպանելու։ Իրանք իրանցից։ Իրանք այսինքն դա ոչ կենսունակ պետություններ, որը վաղ թե ուշ կլանվելու է։ Կարծես ես ինչ ուզում եմ համեմատական տանենք։ Այլ խնդիր կներեք, սա բանմարական։ Այլ խնդիրներ, որ իսկապես Թուրքիայի Օսմանյան կայսրության պարտությունից հետո Հայաստանը շատ մեծ էր դարձել։ Շատ մեծ էր դարձել Կարսով, բանով, ահագին մեծ այլ խնդիրը, որ այդ ցախ տարածքով լիներ եւ ռուսները գային գրավեին։ Խորհրդանացնեն թուրքական գործոնը չուներ, դա կլիներ լրիվ ուրիշ խոսակցություն, որ օկուպացված են։ Բայց այդտեղ նաև պետք է սրբացնել ռուսներին, որտեվ իսկապես ռուսները սովետը համագործակցության մեջ էր քեմալականների հետ, բայց այդ ժամանակ ուր էր Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը, Անտանտի, ինչի իրանք չէին փորձում համագործակցել Մուստաֆա Քեմալի հետ։ Քեմալը ուզում էր, չէ՞, համագործակցել, օգնություններ խնդրում այստեղից, մերժում էին մեծամտորեն, ասում են, բանը, դու ով ես, մենք Սևրի պայմանագրին ենք, բանը սպասում, դու լեգիտիմ իշխանություն չես, դու ով ես, ինչ որ ապստամբ ես, բայց Սևրի պայմանագրում մենք 150,000 ենք դառնալու, դու չկաս, դու գոյություն չունես, բայց մի քանի տարի հետո առհա 150,000 Քեմալը սովետական միությունից օգնություն ստանալով, սովետական միությունը հատուկ պլաններ ուներ Թուրքիայի հետ կապված եւ կարողացավ վերականգնվել եւ ի վերջո վերցնել իշխանությունը եւ դառնալ լեգիտիմ։ Չգիտեմ Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը ինչով է զբաղված, բոլոր սխալները իրանք հետո խոստովանել են։ Կարծես բանիմա ոնց են իրանք տենց սրբացվում։ Հիմնադիր հայրերը բան, այդ առաջին Հանրապետության ղեկավարներն։ Դե նույնպես եմ ասում, հիմնադիր հայրերը ասացին, ասենք ո՞րն է իրանք հիմնադիր հայրերն են, թե Թուրքիան է պարտադրել որ անկախություն ուրիշակեն։ Ի՞նչն են հիմնադրել իրանք։ Դե պարմարական։ Անկեղծ երկու ծայրահեղություն կա։ Ես նայում էի Թաթուլ Հակոբյանին հեմեկով, ինքը ասում էր, որ հա Թուրքիան է պարտադրել, ասել է, պայմանա։ Այդ մարդիկ ստիպված, այդ անկախության հռչակագրի տեքստում է գրված, այդ քննարկումների տեքստերը կան։ Բայց այլ տարբերակ չունենք, ասում է, Ադրբեջանը հռչակել անկախություն, Վրաստանը հռչակել է։ Ինչ անենք, ես ոնց պետք է անենք, դե մենք հռչակենք։ Այստեղ երկու ծայրահեղություն կա։ Ինչն են հիմնադրել։ Երկու ծայրահեղություն կա, որ բացառապես Հանրապետության ծնունդը կապում են մեր ոգու, մեր պայքարի հետ եւ մյուս ծայրահեղությունը, երբ որ ոչնչացնում ես, այսինքն ոսկե միջին արին։ Հա, մեր պետությունը ստեղծելու ձգտումը բնական, որը միշտ եղել է։ Այո, եւ պետությունը տես առաջին հանրապետությունը հեգնանքով անվանում են թուրքական պարքև։ Սա էլ է սխալ մոտեցում, ինձ թվում է այն էլ է սխալ մոտեցում։ Այո, պետք է ֆիքսել, որ Թուրքիան ուզում էր, որ սկզբից Սեյմը, անդրկովկասյան Սեյմը, որի կազմում են Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, մենք մի պետության, մի ֆեդերացիայի կազմում ենք, անջատվել ռուսական կայսրությունից, իրանք դրա շուրջ պնդում են։ Կներես, մի րոպե։ Ինչի էր ուզում։ Ուզում էր որ մնան առանց մեծ հովանավորի, որ հերթով առանձին սաղի հարցերը լուծի, ճիշտ է։ Լինեին բուֆեր։ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջև։ Երկրորդն էլ որ այո առանձին, հետո կլաներ, ինչի ռեսուրսներ։ Այսինքն այն որ բզբզում են, ասում են դուք կարեք ոչ բլոկային, մի մտեք որևէ տեղ, ոչ բլոկային եղեք, դուք ինքնիշխան եք, բան որ մնաց մենակ հետո ասեն այլամուտիկ։ Դա մենք քննարկել ենք ինքնիշխանության մասին, այս բացարձակ չափազանցված խոսակցությունները կարող են բխել նաև Թուրքիայի շահերից, հայկական հակառուսականությունը կարող է բխել նաև Թուրքիայի շահերից, ուղղակի այստեղ մա ուրիշ մի բան է կատարվում։ Թուրքիան հումանիզացիա է ենթարկվում մեր միջավայրում։ Փորձում ենք մեր վաղը մի հակառակորդին մարդկային դեմք հաղորդել։ Որ այդքան էլ վատ մարդիկ չեն։ Եվ հակառակը դեհումանիզացվում է Ռուսաստանը։ Դիտարկվում է ռոպագանդա ներկայացնում է որպես թշնամի, սա աղետ է։ Այսինքն ցեղասպանին եւ օրինակ վատ դաշնակցին կամ թերություններ ունեցող դաշնակցին բերում են նույն հարցության վրա ընդհակառակ ավելի վատ։ Այսինքն մեկը դառնում է ցեղասպանից վատ, նա արդեն լավ որ իրանց շահերից է բխում մերանք։ Այնպես որ այդ չափազանցությունները պետքա դնել մի կողմ, հիմնադիր հայրեր։ Չէ, կարանք ասենք որ լավ հիմնադիր հայրերը գիտակցում էին, որ այդ անկախության հռչակումը ինչ մարտահրավերներով է հղի եւ դրա համար էին հապաղում։ Ոչ թե չէին ուզում անկախ պետություն ունենան, այլ հասկանում էին որ աղբեջան այս վիճակը։ Չէ, իրանք փաստի առաջ կանգնեցին։
իսկապես հայկական վերնախավը, որը Հայաստանում չէր գտնվում էր Թիֆլիսում։ Այո։ Եվ Հայաստան տեղափոխվեցին վրացական կառավարության մոննաթից հետո, yani հենց գնացեք։ Իսկ պետությունը հրճակել էին, բայց չէին գալ այդ պետությունը հրճակել էին ուրիշ երկրի տարածքում, ինչը բնական է, հայության հոգևոր կենտրոնը Թիֆլիսն էր, ցավոք սրտի, իամոթ մեզ, այլ ոչ թե Երևանը։ Երևանը ժամանակ փոշու մեջ ամփոփված ինչ որ հինավուրց բերդաքաղաք էր որպես եւ ոչ ավելին, ոչ քաղաքական կենտրոններ, ոչ հոգեվոր կենտրոններ, մեր խոշոր քաղաքը Ալեքսանդրապոլն էր։ Արդյունաբերական եւ մշակութային կենտրոնը Երևանը որպես այդտեղ Թուրքիան եկան գրավեցին թալանից։ Եվ իրանք փաստի առաջ կանգնեցին, դրա համար այդ անորոշ ձևակերպումով հանդես եկան, քանի որ Վրաստանը, Ադրբեջանը հրճակել են իրենց անկախությունը, մենք մեզ իրավասու ենք համարում հայկական գավառների վրա իշխանություն իրականացնել, այստեղ ամենախնդրահարույցը այս հայտարարության մեջ գիտեք որն է, պարոն Մարոկյան, ինչ է նշանակում հայկական գավառ։ Որտեվ ամբողջ Անատոլիայում ամբողջ հայկական լեռնաշխարհում ապրում են հայեր, բայց եթե դու անկախության մասին տեքստ ես ասում, պետք է շեշտես այն վարչակարգական սահմանները, որտեղ դու ի վիճակի ես իրականացնել իշխանություն, իրացնել իշխանություն, որտեղ կարող ես ունենալ ոստիկանություն, մաքսային ծառայություն, ինստիտուտներ, հարկային քաղաքականություն, դատարաններ եւ այլն, բայց հայկական գավառները, եթե նայես, դրանք ահռելի են, ամբողջ հայկական լեռնաշխարհն է։ Եվ հայկական լեռնաշխարհից դուրս, ասենք, չգիտեմ, Անատոլիայում մեկ հայերը ապրում են, որտեղ է իշխանություն իրացնում։ Այս առումով պետք չի տենց ուռճացնել, իհարկե կան այնտեղ խոշոր անհատականություններ, խոշոր անհատականությունից առանձնացնենք Արամ Մանուկյանին, որ իսկապես մեծություն է մեր պատմությունում, դա պետք է առանձնացնել, իշխանել, որ նրա ուղղությամբ էլ բան քննադատական բաներ կա, Գուրգեն Մահարին, բան եւ այլն չխորանանք այդ ամեն ինչի մեջ, բայց այնպես պաթոսով վերաբերվել հիմնադիր հայրեր, Խատիսյան, Քաջազնունի իրանք ունեցել են իրանք սխալները, հետո իրանք խոստովանել են, իրանք սխալների վրա պետք է նայել ու սովորել, բայց ցավոք սրտի չսովորեցինք։ Հետո ասում եմ, որ արտերկրում Փարիզում, եթե չեմ սխալվում, հա, 3 պետությունների այդ անկախական իշխանությունները հանդիպում են հետո խորհրդայնացումից հետո ինչ որ տենց պատմական բան կա, դու տեղյակ ես դրա մասին, նաև դա խոսվեց։ Որ նրանք ուզում էին իրար հետ ունենան այդ բան անկախ պետությունները, բան տես ձգտում կար։ Զատիկից հետո կարմրձունում է պետք։ Հասկացա։ Օրինակ շատ հրաշալի կլներ մինչև այդ իրար չուտեին հանգիստ մնային։ Շատ հրաշալի կլներ, եթե լիներ մի ռոմանտիկ իրականություն, երբ որ կովկասյան մուսուլմանները, վրացիները եւ հայերը փորձեին ինտեգրվել մի հատ պետական կազմավորման մեջ, ֆեդերացիայի մեջ, եւ դա իսկապես կլներ պետական կազմավորում տարածաշրջանում ավելի ինքնիշխան, ավելի զորեղ եւ ավելի պաշտպանված կլինեին տարածաշրջանային կայսերական հոսանքներից, խոսքը թուրքական, ռուսական, նաեւ իրանական կայսերական հոսանքների մասին, բայց չէ, իրենք փորձառությունը ցույց տվեց, որ այդ ազգայնականությունները երեքի մոդել շատ սուր է։ Դա բան հանգեցրեց պարակման եւ ստացվեց այնպիսի մի իրավիճակ, որ այդ անդրկովկասյան սեմի արևելյան սահմանները մնացել են միայն հայկական կամավորական ջոկատների փխրուն ուսերին, իրանք էին պաշտպանում, վրացիները իրանք շահերն էին պաշտպանում, կովկասյան մուսուլմանները, որոնք հետո կոչվեցին ադրբեջանցիներ, իրանք շահերն էին պաշտպանում։ Եվ դա բանը ինչ որ զատիկից հետո կարմիր ձուել, ինչ որ ռոմանտիկ խոսակցություն է, մենք ադրբեջանցիները, բան վրացիները, առևտուր անենք, Ալեն Սիմոնյանը առևտուր անենք, բան միավորվենք այդ բանը զզվելի ռուսների դեմ։ Դե հա լավ խոսակցություն է, ես եմ այդպիսի կարծիքներ հայտնել, որ հրաշալի կլինի, որ ինչ որ մի օր, ինչ որ մեր տարածաշրջանում Եվրամիության պես մի բան ստեղծվի, հայերը, վրացիները, ադրբեջանցիները իրար հետ դիմագրավեն մարտարավենին, բայց հիմա վաղ այտենց բաների մասին խոսալը, պետք չի էլի այտենց հիմա ռոմանտիզացնել եւ դրամատիզացնել։ Այդպես չի։ Որ մենք ուզում ենք իրար այդ խաղ ապրենք, իրար շատ ենք սիրում, բայց ցենց էս օտարները խանգարում են, մեր մեջ անընդհատ թույն են սրսկում։ Հա դե մա ինչ հանդիպել են, թող միջև խորհրդանալը հանդիպեին։ Չէ, դե արդեն վտարանդի մարդիկ են հանդիպել են։ Դե Զորավար Անդրանիկի օրագիրը կա, որ հայրս ունի, այնտեղ մանրամասն նկարագրում է, որ պետական գանձը վերցրել փախել են այն ժամանակվա իշխանությունները ու խոսք են տվել, որ երբ որ պետականությունը վերականգնվի, փողը կվերադարձնեն։
Հիմա չգիտեմ դա վերադարձել թե չէ։ Այստեղ խնդիրն է, որ բոլոր կողմերը ունեցել են իրենց էգոիստական նկարտումները, այդ թվում եւ Անդրանիկը։ Այստեղ որևէ կոմպետ չի դիմագրավել, ես գիտեմ ձեր հոր բացառիկ վերաբերմունքը Անդրանիկի հետ կապված, մի անգամ նաեւ ձեր հայրը քիչ էր մնում ինձ վտարեր ձեր իսկ հայրական տնից Անդրանիկի մասին պատմություններ։ Յուր պատմի ժողովրդի վրա։ Համար Անդրանիկն էլ դե չընդունելով այդ կառավարությունը։ Ուրիշ իր աթերություններն ունի, չընդունելով այդ կառավարությունը ինքն էլ է չափազանցությունների գիրկը ընկնում, ինքն էլ ունի իր մեղքերը, գնում հասնում Բուլղարիա, հետո ինքն էլ ունի իր մեղքերը, իր ամեն ինչը, բայց Անդրանիկ զորավարն է, սիմվոլն է, մեր սարսափել են Անդրանիկից սուրքերը։ Դեսի մի բան ասեմ, մենակ Բաշապարանի, Ղարաքիլիսայի, Սարդարապատի ճակատամարտերում մեր հաջողությունները ոնց է ձևակերպվել, ասենք այդ խառը ժամանակներ, այդ վերջում մեկ կանոնավոր բանակ, ման չենք ունեցել, չէ՞։ Հա, ես հիմա ասեմ, շատ կոնկրետ ասեմ, այդտեղ Սովետը իր բացասական դերը խաղացել է, որ մայիսյան հերոսամարտերը ապա մարդկայնացրել է, գիտեք որ առումով։ Ինքը ներկայացրել է, պատմության դասագրքերում սովորել են մայիսյան հերոսամարտերի մասին։ Իրանք են իրանց ժամանակաշրջանում է վերջ-վերջո հուշարձանը կառուցվել Սարդարապատի ճակատամարտին նվիրված, բայց մարդկային գործոն չկա այնտեղ։ Դա վերագրվում է հավաքական ինչ-որ հայ ժողովրդի միասնությանը, բայց իրականում այդպես չի։ Մայիսյան հերոսամարտերը կերտել են, հիմա որ ասեմ, էլի կասեմ բանա ռուսամետներ են։ Բայց դու արդեն խորհրդային միությանը կպար, շարունակի տենակել ինչ ես ասում։ Ռուսական կայսերական բանակում կրթություն ստացած սպաները, ոնց այսինքն մենք չենք եղել, հա, մեր զորքերը։ Եվ ռուսական զենքով, չէ, դա այսինքն ռուսական ռազմական միտքը կայսերական։ Բլու արդեն փլուզված կայսրությունը։ Մայիսյան հերոսամարտերը կերտել են ռուսական կայսերական բանակի հայազգի սպաները, որոնք ծառայության են անցել, ծառայության են մտել արդեն վերջը մի օգուտ ունեցել ենք, էլի։ Սկզբում հա կամավորական, դու բնականաբար պետք է ունենանք ծառայություն անցել կամավորական ջոկատներում, հետո արդեն առաջին հանրապետության զինված ուժերում սպաները ովքեր են Թոմաս Նազարբեկյան, ով է Թոմաս Նազարբեկյանն է։ Երևանի ռազմական ակադեմիայում է սովորել։ Եղել է տենց ակադեմիա։ Որտե՞ց է եղել ռուսական կայսերական սպա Մովսես Սիլիկյանը, որը իդեպ ազգությամբ հայ չէր, ուդի էր։ Նա որտեղ է սովորել։ Ռուսական կայսերական սպա։ Այդ գեներալական կոչումները ով է տվել։ Ոնց։ Այսինքն հասկանում ես մեր պատմական բանը ինչա։ Դանիել Փիրոմյանը, Պողոսբեկ Փիրոմյանը։ Այդ որտեղից են այդ մարդիկ։ Իհարկե եղել են նաև կամավորական ռուսական կայսերական, բայց զենք որտեղից, թնդանոթները որտեղից։ Ցարական բանակից են բերել։ Ոչ թե իրանք են ուղարկել, որ թողը գնացել են, մնացել է մեզ։ Այդ մարդիկ էլ հայազգի սպաներն են թուրքերի դեմ։ Այստեղ ծառա եղել են կամավորական ջոկատներ, սա նաև վճռական դեր խաղացել Արցախան, մահապարտների գունդը, իրանք են մասնակցել, եզիներն են մասնակցել, եկեղեցականներն են մասնակցել, եկեղեցականներն են մասնակցել եւ դե վերջո Գևորգ Սյունյանց կաթողիկոսի կոչով։ Ավելի լավ չի ժողովրդին այս բաները մատուցել, որ եկեղեցին ինչ դեր ունեցել, քան թե ասել, որ եկեղեցիները չուլանացվում են, չուլանեք սարքել, չգիտեմ։ Վերջից վեճը այդտեղից սկսեց, չէ՞։ Վարչապետ ասեց չուլանացրել եք, նրանք արձագանքեցին, որ ոնց էս մեր սրբություններին ասում չուլան։ Ինքը ասեց սրբազան քերուտ կնգանը լավ։ Լավ։ Պարմարքան։ Մեր հաղորդում ափսոս է Ժորժ ջան։ Խնդրեմ։ Երեք մարդկանց բան կա։ Ես լիքը մարդկանց եմ հանդիպում, որ դες կամ սիրում են կամ չեն սիրում։ Ինձ։ Բայց բոլորը փաստում են, որ դուք ինտելեկտուալ եք։ Շատ լավ։ Շնորհակալ եմ։ Նույնիսկ չսիրողները, զզվողները, ձեզնից ասում են, որ այդ մարդը բան կարդացած մարդ է։ Շատ լավ։ Այդ գարշանքը պետք չի։ Շնորհակալ եմ։ Մերսի։ Եվ իսկապես է գարշատա, չուլանացված է իրենց տձև հոգեվիճակը, պարոն Մարուկյան։ Հա։ Այսինքն ինչ արժանակում չուլանացված այդ ոնց եք խոսում։ Եկեղեցու մասին։ Ես նույնիսկ եմ ասում, կան լիքը խնդիրներ, բայց այդ խնդիրները ունեն լուծման ձև։ Չիմացող տեսել ես մի բանա գցած վերցրու բանարա կամ ասենք մեկին ասա։ Եվ պատիվ ունեմ մի падգամավորը շատ ճիշտ է ասում։ Ինչ ասում։ Տիգրան Աբրահամյանը։ Որտեղ կապված այս վերաբերմունքը կապված է եկեղեցու դիրքավորման հետ։ Հա վստահ եմ։ Արցախի եւ Ադրբեջանի հետ կապված, այսինքն ամենայն հավանականությամբ Նիկոլ Փաշինյանը փորձում է ռևանշիզմի որջը, որ եկեղեցին է մոնտաժը, որովհետև եկեղեցին են միակ ինստիտուտն է, որ ասում է Արցախյան էջը փակված չի, Արցախը հիշողություն չի, եւ դա պետք է մոնտաժել։ Դա պետք է մոնտաժվել, եւ դուք ճիշտ եք ասում, հղում անելով Աշոտ Ոսկանյանին։ Ալիևի բան ծրագիրով գնում ենք։ Դենացիֆիկացիա, բայց ախր պատմության մեջ դենացիֆիկացիայի են ենթարկվել այն ազգերը,
այն պետությունները, որոնք մարդկության դեմ գործել են հանցագործություն։ Եվ դա պետք էր արվել, որովհետև դա փոխակերպվել էր չարիքի խոսքը, նացիզմի մասին է խոսքը, ֆաշիզմի մասին է։ Մենք ինչ հանցանք են գործել մարդկության դեմ, որ փորձում են արմատախիլ անել հարյուրամյակների մեր կուտակած այդ համակարգը, որտեղ նույնիսկ եմ ասում առանցքային տեղ են զբաղեցնում ցեղասպանությունը, արցախային շարժումը, հայրենական պատերազմը, սովետական, ասենց ձևակերպենք, սովետական ազգաստեղծման շրջափուլը եւ եկեղեցին։ Եվ մոնտաժում են, ապա մոնտաժում են, ոչնչացնում են հողները, եւ դա շատ հասկանալի է։ Զուգահեռ Նիկոլ բերվեց։ Փաշինյանը գիժ չի։ Չէ, որ ինչ-որ էմոցիոնալ բան ասեմ, ժողովուրդ լավ աղբոր պես ասենք, մա չեք ճանաչում, ասենք, որևէ էմոցիոնալ բան չի, պլանավորված process է։ Եվ ես ինչ զուգահեռ բերվեց, որ Շվեյցարիայում հիմա ինչ որ միջոցառում կա, որտեղ վեապար հայրապետը կաթողիկոսը նույնպես մասնակցում է, ես այդպես հասկացա։ Եվ այնտեղ կբարձրաձայնվում են Արցախի մեր քրիստոնեական ժառանգության ոչնչացման խնդիրները, եւ հենց այդ նույն ժամանակ կառավարության ղեկավարը կառավարության նիստում ասում է, լավ նայեք դուք ինչ եք ոնց եք եկեղեցիներում աբալովկի մաս եք թողել, չգիտեմ այնտեղ արմատուրա ժանգոտա չեմ ինչ-որ նման բաներ եւ այդ են տեսնում միտումը էլի որ Ալիևին ասում է այ ախպեր ես այդտեղ քֆրտում եմ այս մարդկանց Մարոկյան Հորս արև ես կապ չունեմ իրանց հետ քերակնոջ հետ սիրային կապ դու ես ինձ ասում մի ասի այդ սիրային կապ բառը չեմ օգտագործում քերակնոջ հետ սիրային կապ ունեցող հոգեվորականը Աննա Հակոբյանի որակման մանկապիղծների ինստիտուտը ասել է չէ այո հիմա հայ ժողովուրդը ոնց կարա լուրջ վերաբերվի քերակնոջ հետ սիրային կապ ունեցող մանկապիղծների ինստիտուտին որը խոսում է Արցախի քրիստոնեական ժառանգության մասին պետքա ոչնչացնել կապը տեսակ մանկապիղծները ոնց կարան չգիտեմ Արցախի քրիստոնեական ժառանգության մասին խոսալ բայց նույնությամբ օրինակ խոսեցինք չէ՞ որ կաթոլիկ եկեղեցում մանկապղծության հաստատված կոռուպցիայի հաստատված մեծ սկանդալներ կան եղել են բայց ով կարա կաթոլիկ եկեղեցու հետ այդ տոնով խոսա ով կարա ասենք տենց ռուսերեն ասած նայեզդանի է ասենք բանական կաթոլիկ եկեղեցին բազմաթիվ հանցանքներ է գործել պատմության ընթացքում ես ամենայից ես մեր դարի հանցանքներն եմ ասում ինդուլգենցիաների վաճառ խաչակրած պատերազմներ բան չէ հիմի եմ ասում զուտ հիմա որ ասենք ինչ այդ մանկապղծություն գեյ սկանդալներ եւ այլն բայց ոչ մեկ չի ասում չէ որ կաթոլիկ եկեղեցին մանկապիղծների ворջ է ես նույնիսկ եմ ասում արատներ կարող են լինել մեր եկեղեցու մեջ ինչ որ մաս սրբազան կարող է եւ անբարոյական մարդ է բայց դա պետք է պաշտպանված գայթակղություններ կան եւ կլինեն նույնիսկ եմ ասում զանգվածային ինստիտուտ է բայց արդյոք այս հարցին պետք է այսպես վերաբերվել այսպես այդ հարցին լուծել իսկ կներես կառավարության մեջ իշխող ուժի մեջ չկա մարդ որ կակաին է օգտագործում ուռմա ասենք ինչ որ պոռնկատներ ա գնում չկան դες մարդիկ մենք չենք ասում չէ որ ամբողջ կառավարությունը պոռնկատուն ա գնում չենք ասում չէ ամբողջ կառավարությունը կակաին ա օգտագործում չենք ասում չէ մարդիկ կան մեկը տենց կառավարության մեջ կարող են լինել մանկապիղծներ մանկապիղծներ ինչ ասես կարան չէ լինեն բայց ուզում ասեմ այս բոլորին դնել մի արշինի տակ կամ ով է դատավորը կներես ասում ասուդիկ դու ով ես դու քեզ մինոպե դու աշխարհիկ իշխանություն ես չէ դու քեզ վստահված իշխանությունը մի հատ նորմալ կառավարի իրանք հոգեվոր իշխանություն են ախպեր ջան իրանք դրա համար կդատվեն ասու դատաստանը իրանց համար սպասում է դու ինչ ես մտե իրանց դաշտ չէ աստծուն կայսրինը կայսրին չէ դու ինչ ես ԱԱՑ-ով շանտաժ անում իրավական պետություն բա Դեմի Աղազյան հովիկի նամակները կարդացած մարդը ասենք կարող է սրբազանի նամակներն էլ կարդամ քերու կնգան գրած չգիտեմ ուզեմ ասենք այլանդակ վիճակ է էլի չգիտեմ ինչ ասեմ գնում ենք դեպի տոտալ բարոյազրկման լավ արի մի հատ ուրիշ բան ասեմ ու քննարկենք ու ամփոփենք Կարպիս քիչ առաջ ես հարցազրույց էի տալիս Սպուտնիկ Արմենիայում Արման Աբովյանին ու ինքը ասում էր դե իրանք ասում են պետք է այս բոլոր սուր բաները հանենք սուր բաներ են խանգարում են խաղաղությանը նույն եկեղեցին ախանգարում խաղաղությանը պանջատիությունն ախանգարում խաղաղությանը ցեղասպանության թեման ախանգարում Արադ լեռն ախանգարում հրճակագրի պրեամբուլայի հղումն ախանգարում այս սաղ ասում պիտի հանենք իրանք ասում են ասում են փաստարկը չի ասում իրանք ասում են որ հանգիստ ապրենք ես ասեմ եղբայր կարող է սա հանենք տենանք մենք պետություն չունենք մենք ուղղակի ոչ որ ազգ ենք դարել ինչ որ փախստական ենք դարել ասում են ցավոտ սուր ծայրեն ասեմ բայց կարող է այս պետության ցավոտ չեք ապրելու հանգիստ այս պետությունը կարող է ցավոտ բաներով չեք ապրելու հանգիստ ժողովուրդ խնդիրները լուծելու փոխարեն ոչնչացնելով
հանգիստ չեք ապրելու։ Իհայտ են գալու նոր խնդիրներ, ու տենց այդ խնդիրները ոչնչացնելով, լուծելու փոխարեն սպառվելու ենք ու գնանք եւ ինչ որ մի օր կարող հանդիպենք էլի Փարիզներում եւ որպես վտարանդիներ մեմուարներ գրեն իրանց սխալների մասին։ Մա առաջին հանրապետության ղեկավարությունը գրեն, չէ՞, մեմուարներ սխալ։ Ես սխալ։ բան Մարոկյան, մի բան ասեմ, թող հանկարծ իմ ասածը որպես բռնության կոչ չդիտարկվի։ Ես որպես պատմաբան տեսնում եմ Նիկոլ Փաշինյանի ավարտը, օրինակ, եւ չեմ նախանձում նրան։ Հասկացա ես ձեզ։ Մենք պետքա բան անենք, ամփոփենք հաղորդումը։ Ինչ խոսք ունենք մեր ժողովրդին ասել։ Լավ, սա վատ է։ Ինչ ենք մարդկանց ինչ ուղերձ ենք տալիս։ Ինչ անի ժողովուրդը։ Ինչ անի, չտրվի ժողովրդան մի տրվեք այս անբարոյականության արշավին։ Հա, կարող է ես մեր հայաթում մեկի վրա ջղայնանամ կռիվ անենք, երկու հատ քֆուր տամ, բայց պետության ղեկավար լինելու պարագայում ասենք ոնց կարանք ասենք իջնենք այդ մակարդակին։ Վերջին հաշվով նաև ես խոսել եմ այս ընթացքում, որ փորձ արվում հայտնի դոգ Վարդան Ղուկասյանի ձայները տանել։ Վերջինս ինչ են արել, Վարդան Ղուկասյանին բռնել են տվել Ամերիկայում իրանք իշխանությունները, ու ընկել են այդ դաշտ համբալ, տխմար, ոչիլ, բան արդեն քֆուրը, բանք սերական մնույթի հայանք դեռ չեն տվել, բայց ես սպասում եմ որ սա կտան։ Կսեն դա էլ անել։ Եվ սա նաև էլեկտորալ բան է, այսինքն ես կարծում եմ նախընտրական տարին, որը մեծ հաշվով սկսվել է, լի է նմանատիպ 26 թվին է, չէ՞ ընտրությունները։ Հա, լի է նմանատիպ բաներով, սիրելի ժողովուրդ։ Հիմա դուք պետքա տեղի չտաք, չտրվեք այդ գայթը, որտեղ գայթակություն կա, մտնել դրա մեջ, թրոլինգ անել, այնց քերու կնիկը, բանը, չեմ դոմփելը, բան։ Ընկնեք այդ թեմայի մեջ, տենց խրախճանք դառնա։ Եվ դա դառնում է նաև Facebook-ը որ նայես, չէ՞։ Այսինքն Նորից հիշենք Աշոտ Ոսկանյանը։ մեր անելիքը դա է, Նիկոլ Փաշինյանը փորձում է ստեղծել մի միջավայր։ Այո։ Որտեղ Աշոտ Ոսկանյանը դիտում է մեր հաղորդումները, տեղակես։ Հիմա եւի կարող աշկի պոչով տեսած կտնա։ Աշականջի պոչով են լսում, բայց ես աշկի պոչով ասացի։ Մի միջավայր է ուզում ձևավորի, որտեղ նախկին բարոյական խաղի կանոնները, էթիկական խաղի կանոնները չեղարկված են եւ այդ նոր միջավայրում ինքնընդունելի կերպար է, որտեղ իմ եւ ձեր հին ճակերտների մեջ առօրյամակարգում իր տեսակը մերժելի է, չէ՞։ Գարշանք է։ Արտադրում ինքը մեր համար, բայց իրա ձևավորած նոր միջավայրում։ Այսինքն կան գարշանք սպառողներ։ Այո, դենացիֆիկացված եւ դեմորալիզացված միջավայրում ինքը շատ նորմալ մարդ է, որը կարող է այդ սա գործողությունները անի։ Մի բան էլ ասեմ ու փակենք հաղորդումը։ Իշխանությանը սպասարկող մի ոչ բլոգերա, ոչ Facebook-ում ինչ որ տեսնում եմ որ գրում է, մի կիսախելագար, գրել ասում է Նիկոլը վերջապես մտավ Facebook-ի վերջին ինստիտուտն է քանդում մեր եկեղեցին մալադեց ապրես Նիկոլ Գաստուր, այսինքն նաև փորձ արվում էլի այդ ինքնիշխանության սոուսով թաթախել այդ որ բան ФՍԲ-ն, ԿԳԲ-ն, չգիտեմ ինչ է, բան տենց սախ, ասեք մեր բանակում լիքը ԿԳԲ-ականներ կան, սովետական, նրանց պետքա ոչնչացնել, բան տես բանակը ոչնչանում է։ Եկեղեցում կան, եկեղեցին ոչնչանում է։ Հա, տենց սա քանդելով գնում են ՖՍԲ-ի ինստիտուտները, որ քանդեցին ճակերտների մեջ, ինչ է կանելու։ Ինքնիշխան կլինենք։ Կգա Էրդողանի ինստիտուտները, էլի։ Իրանք ինքնիշխան ասելով պատկերացնում են անկախ կամ ազատ ցանկացած բարոյական պարտավորությունից, իրենց ինքնիշխանությունը այդ է։ Ինչ ուզել անելը դա ինքնիշխանություն չի, պարոն Մարուկյան։ Այսինքն մենք ինչ ուզում անում է, չէ՞, ինչ ուզում խոսում է։ Ինքնիշխան է, որովհետեւ բարոյական պարտավորությամբ սահմանափակված չի։ Դե ինքնիշխան է։ Ինքը չի ամաչում նրանից, որ իր գրած տեքստերը զեկուցվում են Ադրբեջանի նախագահային, Ռուսաստանի նախագահային, Իրանի առաջնորդին, ԵՄ-ում են զեկուցվում, չէ՞, բայց տենց է, չէ՞, դիվանագիտական կարգը։ Զեկույցներ են տալիս, չէ՞։ Հիմա չգիտեմ, Պուտինը, Իրանի նախագահը անկեղծ վերցուն է ադրբեջանական մամուլը, նա ինչ խրախճանք այնտեղ տիրում։ Ասում են կեցես Նիկոլ, կեցես։ Չես պատկերացնում։ Իրանք չէին կարա տենց անեն մեզ։ Դե դրսից դա հնարավոր չի անել։ Դրսից մեր եկեղեցում։ Ես այդ ադրբեջանական մի քանի կոմենտներ կարդացի, այնտեղ կային մարդիկ, որոնք մեզ ապրոմակցում էին, շատ քիչ էին, հիմնականում ուրախացողների այդ խրախճանքի մեջ մարդիկ կային ասում են, հայր չենք նախանձում էլի էս։ Հա, չէ, նախանձելի վիճակում չենք, ոնց։ Դե խառը մի քիչ ստացվեց։ Շատ խառներ այսօր ժողովուրդը։ Արոդ արտնացել ենք, ես լողի էի, լողի ժամանակ էս մեսեջները ստանալ, Կարպիս ասում է, քնից արտնացել եմ, մեկ էս պատերազմի ժամանակ, որ տենց դուք տեսած ինձ իջեր։ Ես որ այդ գրառումը տեսա, մեղվեցի, սենց կանգնեցի։ Ես քնից արթնանալուց հետո սիրում ժամ ես պարկեմ, կոֆե պաստել, բան, տես բաներ, մեկ մախվեցի օրս, ինչի՞։ Էս ես տեսնում եմ։ Ես մտածեցի սայքած է։ Ես ասեցի սարքել են վարչապետի վրա էլի մի բան սարքում են։ Խեղճ մարդուն, հանիրավի բան են։ Սիրելի հայրենակիցներ, ամփոփենք, չէ՞։ Մի բան ենք մենք ձեզ խնդրում։
տարածեք այս տեսանյութերը։ Միացեք YouTube-ի ալիքին։ Դիտեք պարոն Փաշոյանի վերջին հարցազրույցը դերասան Վարդան Պետրոսյանի հետ շատ լավն է։ Այն մյուսն էլ է լավը, բայց վերջինը դա է Կարպիս Փաշոյան YouTube-ի ալիքում նաև միացեք եւ նաև տարածեք այս նյութերը, որտեղ շատ կարեւոր է մեր ժողովուրդը իմանա, մենք վերջին այդ հիմա ինչ ժամանակ, խավարի ժամանակներ է, էլի սա։ Հիմա մենք ինչ ենք անում, լուսավորում ենք։ Ռուսեն ասած смутные времена։ Հա, смутные времена, մենք բան ենք անում, փորձում ենք այս Великая смута բարձաջրել, մաքրել, ցույց տալ, ասել, թացը չորից, բացազատել եւ շատ։ Ինչ վերաբերում է այդ բանան, առաջին հանրապետությանը։ Ես ինձ իմաց ասել ջմարունը դոմփելուն։ Լավ էլի բան մարդ։ Այդո։ Հա։ Դա ծայրահեղական ընկալումները պետքա դնել մի կողմ, հավասարակշռված։ Այո։ Բայց չլիներ առաջին հանրապետությունը, չլինի խորհրդային հանրապետությունը։ Սովետական Հայաստանը առաջին հանրապետությունը գժությամբ էլի մենք դա բանը։ Գժությունը թողեք մի կողմ էլ ընդ, չգիտեմ, մեկն է կար որ ասում էր բանը, այ եթե Ալեքսանդրապոլի պայմանագրով մենք մնայինք, թուրքերը մեզ կօգնեին ռուսների դեմ, մեկը կա չէ՞, այդպես էլի գժություններ գրել Facebook-ում։ Այսինքն այդ խելագարությունը, այդ ամեն ինչն է ծնում նաև այս քերակնոջ պատմությունները, այդ խելագարությունը ամեն ինչին սենց Ես ոնց կապեցիր այդ քերակն գա, չգիտեմ, բայց ամեն դեպքում սիրելի այնակիցներ շատ խառն ամեն ինչ, շնորհակալ ենք, խնդրում ենք տարածել, միանալ ալիքին եւ Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։